Այսօր խոսալու եմ Աստծուց կախվածություն ունենալու մասին։ Շատ ենք լսել մեր ժամանակներում, մեր կյանքում, որ մարդիկ արտահայտություններ են անում, որ ասում են, ես եմ իմ գլխի տերը, հույսդ միշտ քո վրա դիր, կամ եթե ես չանեմ, ուրիշը չի անի, կամ որոշները, այսինքն շատերը կան, հույսները դնում են գերտերությունների վրա, հույսները դնում են մարդկանց վրա, թագավորների վրա։ Սա աշխարհիկ մտածելակերպ է, սա մարդակենտրոն մտածելակերպ է, որ հույսը դնում ես քո վրա, քո ուժերի վրա, կամ ինչ-որ մեկի ուժի վրա, կամ ինչ-որ մեկի իշխանության վրա։ Բայց Աստվածաշունչը լրիվ հակառակն է ասում։ Աստվածաշունչը աստվածակենտրոն մտածելակերպ է տալիս մեզ, որ իրական ուժը ոչ թե անկախության ու ինքնուրույնության մեջ է, այլ Աստծուց կախվածության մեջ է իրական ուժը։ Մարդիկ հաճախ մոռանում են, որ շատ փոքր են Աստծո զորության առաջ, որ եթե մի վայրկյան Աստված իր ձեռքը վերցնի, մենք չենք լինի ուղղակի։ Աստված մարդուն անկախ չի ստեղծել։ Այո, ազատ կամք է տվել Աստված մարդուն, բայց չի ստեղծել իրանից անկախ։ Մարդն է ուղղակի սատանայի ստով ուզել անկախանա Աստծուց։ Սատանան ինչ մեղք գործեց երկնքում, որ ուզեց անկախանալ կամ իր աթոռը հավասար դնել Աստծո աթոռին, նույնն էլ մարդուն առաջարկեց ու մարդը այդ սուտը, այդ ստի, այսպես ասած, կուտը կերավ։ Ու մարդը տվեց իր իշխանությունը սատանային ու Աստծուց անկախացավ ու որոշները նաև հիմա փորձում են իրենց Աստծուն հավասար դնել։ Ոմանք ասում են մենք Աստծուն հավասար ենք։ Դե նրանք լրիվ մատնված են դժոխքին։ Սաղմոս 103-ում ասում է ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Նա է մեզ ստեղծել եւ նա հետեւաբար կարող է մեզ պահպանել։ Եվ առանց նրա մենք ուղղակի կորած կլինենք։ Կախվածություն բառը իրենից թուլություն է, չէ՞, արտահայտում, այսինքն մենք գիտենք, որ կախվածություն, ինչ որ բանից կախվածությունը թուլության նշան է։ Օրինակ, ծխախոտից կախվածությունը, թմրադեղերից կախվածությունը, դրանք թուլություն են։ Դա իսկապես թուլություն է, բայց Աստծուց կախվածությունը ոչ թե թուլություն է, այլ զորություն է։ Հովհաննես 15:5-ում ասում է. ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա, որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ճյուղերը որդից կախված են։ Ճյուղերի սնունդը որդից է։ Եթե ճյուղը որդից կախված չմնա, կչորանա։ Հիսուսը որդն է, մենք ճյուղերը։ Մենք պիտի նրանից կախված լինենք, որ սնվենք նրանից։ Խաղողի որդի օրինակը շատ տիպուկ է, որ ճյուղերը կախված են որդից, էլի կարճած են որդից, ու մենք էլ պիտի կախված լինենք Աստծուց։ Ու ասում է առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Լսել ենք, չէ՞, որ ասում են, այս մարդը իր ուժերով հասավ այս ինչ հաջողության, այս ինչ հարստության, տուն սարքեց իր ուժերով, բոլորը վերագրում են մարդուն։ Բայց Հիսուսը ասում է առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե այդ հաջողություններին այդ մարդը հասնում է առանց Հիսուսի, դա Հիսուսի համար ոչինչ է։ Միգուցե իր համար ինչ որ բան է, բայց առանց Հիսուսի ոչինչ է այդ հաջողությունը ու այդ հարստությունը։ Այս համարում ասում է, որ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Այս խոսքերով ոչ թե Աստված ուզում է մեզ սահմանափակել,
այլ ավելի է զորացնում։ Առաջարկում է, որ Իրանից վերցնենք մեր զորությունը, Իրանից ստանանք մեր զորությունը։ Աստծուց կարճած ու կախված մարդը երբեք փոթորիկներից չի սասանվում։ Ինչ էլ լինի, Հիսուսի վրա, Հիսուս ժայռի վրա հիմնված մարդը բոլոր փոթորիկներին դիմադրում է եւ կանգուն է մնում։ Եթե կախված ես քո ուժից, մի օր թուլանալու ես, հիշիր։ Եթե կախված ես զգացմունքներից, մի օր հաստատ խաբվելու ես։ Եթե կախված ես մարդկանցից, հիշիր, մի օր հաստատ հիասթափվելու ես, որովհետև մարդը անկատար է ու սխալներով լցված։ Բայց օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերն է նրա հույսը։ Երեմիա 17:7։ Եվ այո, իմաստուն մարդը իր տունը ժայռի վրա է շինում։ Աստծուց կախված մարդը ունի մշտական աղոթքի կյանք։ Անդադար աղոթող մարդը ցույց է տալիս, որ իր հույսը միայն Աստծո վրա է, որ ինքն անզոր է եւ Աստված կարող է միայն օգնել։ Եթե ես մի բանի համար կամ ամեն մեր աչքին երևացած փոքր բաների համար աղոթում եմ, դա չի նշանակում, որ ես մոլագար եմ կամ չգիտեմ, խելքս թրծրած եմ։ Աստված ասել է անդադար աղոթք արա։ Որոշները կարող է ասում են, ամեն ինչի համար պետք չի աղոթք անել։ Ամեն ինչի համար պետք է աղոթք անել։ Ամեն ինչից առաջ պետք է աղոթք անել։ Ես հիշում եմ մի անգամ Գորի եղբոր Քարոզը, Գորի եղբայրն էլ խոսում էր աղոթքի մասին, որ Կորինթացիս 2:1-ն է, ինչքան հիշում եմ, որ ասում է ամենից առաջ աղոթք արեք, ու այդ հենց առաջի հատվածը ասում է ամեն բանից առաջ աղոթք արեք, ու թվեց ինչից առաջ աղոթք անենք, ու այդ թվածներից մեկի մեջ էլ ասում է արթնանալուց առաջ էլ աղոթք արեք։ Ես տես մի քիչ բառախաղի բան եմ, էլի, ասում արթնանալուց առաջ ոնց աղոթք անենք, եթե քնածենք, բայց որոշ մարդկանց վկայությունը ու իմ վկայությունն էլ կասի, որ մենք քնած ժամանակ, երբ որ արթնանում ենք, զգում ենք, որ երգում ենք, զգում ենք, որ աղոթելով ենք արթնանում։ Դա էլ է ճշմարտություն։ Արթնանալուց առաջ էլ կարող ես աղոթք անել։ Եթե դու աղոթքի մեջ ես կամ երկրպագության մեջ ես, դու կարթնանաս աղոթելով, փառք Աստծուն։ Հովհաննես 15:7-ում Հիսուսն ասում է. եթե դուք ինձ մեջ մնաք եւ իմ խոսքերը ձեր մեջ, ինչ որ կուզեք կխնդրեք եւ կլինի ձեզ։ Եթե մենք Աստծո մեջ մնանք եւ աղոթենք, ինչ որ խնդրենք, Աստված կտա։ Երբ իմ երեխայի ինչ որ տեղը ցավում է, ես մի անգամից ձեռքս դնում եմ այդ տեղի վրա աղոթում եմ։ Ես չգիտեմ ինչ է կատարում։ Կարող է ընթացքում մի հատ ստից բան է։ Բայց երբ որ ես ձեռքս դնում եմ աղոթում եմ, ես հավատում եմ, որ Տերը գործ է անում։ Ես հավատում եմ, որ Տերը բժշկում է։ Ու իմ երեխայի մեջ էլ հավատք է բարձրանում, որ Հիսուսը բժշկեց ու ինքը ավելի շատ է սկսում կարճել Աստծուց, ավելի շատ է սկսում վստահել Աստծուն։ Նրա հավատքը բարձրանում է։ Անդադար աղոթեցեք ձեր երեխաների համար, ձեր ծնողների համար, ձեր ամուսինների, կանանց համար։ Ես հավատում եմ, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Արեգիս կողքը ցավում էր, երեկոյան ասեց կողս ուժեղ ցավում է, այս հայցախի մոտն էր։ Դե ծնող ես, մի անգամից պանիկայի մեջ ոնց որ ընկնես, ոնց ցավում է, ինչա, մանավանդ որ հիմա ինֆորմացիան շատ բաներ ես լսում, վախենում ես, բայց այդ մի միլի վարկյան է տևում, հիշում ես, որ Աստված է քո բժիշկը։ Ձեռքը դրեցի, աղոթեցի, մի րոպեից հետո այդ ցավը անցավ։ Այդ զուգադիպություն չի, ժողովուրդ ջան, դա Աստծու ձեռքն է, որ իրան հուսացի։ Ես իմ կախվածությունը նույնիսկ այդ ժամանակ, այդ կարծես ստից բանի մեջ իմ հույսը իր վրա դրեցի։
աղոթքը չդադարեցնենք։ Ինչի համար որ ուզում է լինի, ամեն բանի համար աղոթք պիտի անենք եւ մեր կախվածությունը կհայտնենք Աստծուց։ Աստծուց կախված մարդը ուզում է ամեն օր Աստծո խոսքը լսել եւ հայտնություն առնել։ Աստծո խոսքը լույս է մեր ճանապարհին, ինչպես ասում է Սաղմոս 119:105-ում։ Աստծուց կախված մարդը երբեք մոլորության մեջ չի ընկնի, եթե ունի իր կյանքում Աստծո խոսքը։ Եթե Աստծո խոսքը չկա մեր կյանքում մթություն կգա, մեր ուղեղը կմթագնի եւ մենք շատ բաներ կանենք, որոնք Աստծուց հեռացնում են։ Մնանք Աստծո խոսքի մեջ։ Եվ Աստծուն վստահող մարդը իր ներսում ունի խաղաղություն։ Նա չի փորձում ամեն բան վերահսկել, այլ իր հույսը դնում է Աստծո վրա, որովհետև գիտի, որ իր կյանքի ղեկը Հայր Աստծո ձեռքին է։ Միայն այն գիտակցումը, որ Հայրը քո կյանքում ամեն բան վերահսկում է, խաղաղություն է բերում քո ներսում։ Այո, դժվար է, մանավանդ հիմա, այս դժվար ժամանակներում, որ շուրջ բոլորը կարծես անորոշություն կա, աշխարհում խառն է ամեն ինչ, դժվար է խաղաղություն ունենալ։ Բայց Աստծո ձեռքը պինդ բռնած մարդը այդ անորոշության մեջ էլ Աստծուն է վստահում։ Աստծուց կախված լինել նշանակում է վստահել նրան նույնիսկ եթե չես հասկանում։ Առակաց 3:5-6 Հենվիր Տիրոջ վրա քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհները ճանաչիր նրան, ճանապարհներումը ճանաչիր նրան եւ նա կուղղի քո շավիղները։ Եթե ուզում ես քո շավիղները ուղիղ լինեն, քո բոլոր սրտով վստահիր Աստծուն։ Սաղմոս 37:5 Տիրոջ հանձնիր քո ճանապարհը եւ նրան հուսա եւ նա կկատարի։ Հանձնենք մեր ճանապարհը Տիրոջը։ Եսայա 26:3 Հաստատ միտքը պահում ես խաղաղությունով, որովհետեւ քեզ է հուսացել։ Շատ համարներ կան Աստծուն վստահելու խաղաղության մասին, բայց բոլորը չեմ կարդալ։ Որպես վերջաբան ամփոփեմ, Աստծուց կախված լինելը թուլություն չէ, այլ զորություն է։ Աստծուց կախված լինելը ներքին խաղաղություն է։ Աստծուց կախված լինելը վստահություն է նույնիսկ անորոշության մեջ։ Եվ վերջում մի համար կարդամ Սաղմոս 18:2, դուք տանը բոլորը կկարդաք, բայց այս երկրորդ համարը շատ լավն է, ասում է. Տեր, իմ վեմ եւ իմ բերդ, եւ իմ ազատիչ, իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ, ով իմ ասպար եւ իմ փրկության եղջյուրը, նա իմ բարձր աշտարակն է։ Այստեղ ինչ թվում է պաշտպանողական հատկություններ ունեն։ Բերդ, ամրոց, ասպար, աշտարակ, փրկության եղջյուր։ Եկեք միշտ կախված լինենք Աստծուց։ Եկեք միշտ մեր կախվածությունը հայտնենք Աստծուց մեր աղոթքներով, խոսքի մեջ մնալով, նրան փառաբանենք, նրան երկրպագենք եւ հավատում եմ, որ մեր կյանքի մեջ շատ փոփոխություններ կլինեն դրական առումով դեպի Աստված, դեպի սրբություն եւ նրան ավելի կմոտենանք։